Շատ լավ, սկսում ենք որ պարոն Հարությունյան, դուք բացահայտ նշեցիք մի շարք հանցագործությունների մասին, որոնք կատարել են արդեն նախկին մարզպետը Սյունիքի, բայց փոխարենը ձեր դեմ նա հայց է ներկայացրել, որ դուք իրենց զրպարտում եք, ինչպես է գնահատում այս փաստը, ինչ է նշանակում։ Գիտեք ինչպես, ինքը այդ հայցադիմումում նշել են նաև, որ հանցագործությունը որակում է դատարանը, այսինքն մինչև դատարանը չի ասում, որ նա հանցագործը չի կարելի ասել։ Իդեպ մոռացել է ինքը, որ 5 անգամ դատարանները 4 անգամ խորհրդային ժամանակ, մի անգամ էլ 93 թվականին։ Ուրեմն իրեն որակել են որպես հանցագործ, վճիռներ են ընդունել եւ նա մի քանի անգամ տարիներ շարունակ ուրեմն ազատազրկվել է, անցկացրել է կալանավայրերում։ Այնպես որ ինքը չպիտի զարմանա, որ այդպիսի բառ իրեն ասում են։ Իսկ ես ասել եմ, որ այն ժամանակվա կատարածը եւ 90 թվականից մինչ այսօր նրա կատարածը երբ հայմատում ենք, ապա խորհրդային շրջանինը դա ընդամենը մեկ կաթիլն է նրա կատարած այն բազմաթիվ ծանր ոճիրների, որ փաստորեն 90 թվականից մինչ այսօր կատարմանը անկախության շրջանում ուրեմն նա կատարել է։ Յուրաքանչյուրի չպիտի զարմանան, որ Սյունիքում, մասնավորապես Գորիսում ահուսարսափի մթնոլորտ է։ Եթե պատկերացնում եք MC մարդկանց, ասենք սոս անձնագրով Լերմեն Սարգսյանին, որը հրամանատար էր, հայ գաղափարական դաշնակցության մարտական ջոկատի հրամանատարն էր Գորիսում 90 թվականին, մինչև 93 թվականը, մինչև իր մահը։ Եթե ուրեմն ինձ եւ մի քանի հոգու նկատի ունեմ անհատականությունների, վառ անհատականությունների նկատմամբ, ուրեմն ծանր ոճիրներ է գործել, խաբեությամբ արևանգել, խոշտանգել, ուրեմն միակ անձն է, որ Հայաստանում զինված հեղաշրջման փորձ է կատարել եւ 93 թվականի փետրվարի 25-ին ուրեմն Գորիսի քաղաքապետարանի շենքն է իր զինված բանդայով գրավել, ուրեմն մեկ օր էլ պահել։ Եվ այդ ամենի համար նա մեկ օր անգամ չի ազատազրկվել։ Նրա համար որովհետև ուրեմն նրա նկատմամբ առանձնակի հոգացություն է եղել, որտեղ նա եղել է այն կույր գործիքը, մտրակը, դահիճը, որ անհրաժեշտ է եղել 90 թվականից բարձրագույն իշխանավորների համար, մասնավորապես Գորիս քաղաքում, տարածաշրջանում, հետո էլ ամբողջ Սյունիքում, որպեսզի ուրեմն իրենց իշխանությունը մնա անսասան։ Եվ ինչն է պատճառը, որ անկախ նրանից ով է իշխանության, այս մարդը պետք է բոլորին։ Համար այդքան կարևոր է։ Շատ ցավալի է, որ Հայաստանում մանավանդ անկախության ամբողջ ժամանակաշրջանում այդպիսինը եւ նմանները շատ պահանջված են եղել բարձրագույն իշխանավորների ուրեմն կողմից։ Պարոն Հարությունյան, եթե այսօր եթե ասված ոչալ մի բան լինի, պատասխանատուն Սուրեն Խաչատրյանը։ Առաջին պատասխանատուն այլևս Սերժ Սարգսյանն է։ Այո, եւ նա եւ Հայաստանի իրավապահ համակարգի ղեկավարներն են։ Վերջին հաշվով հանրահայտ է, որ վերջին 100 տարվա մեծագույն ոճրագործներից մեկն է տխրահարչակ Լիսկան։ Նրա մասին ես հարյուրավոր ելույթներ եմ ունեցել։ Հայտարարություններ եմ ներկայացրել ժամանակին։ Միայն վերջին 80-81 օրերի ընթացքում 20-ից ավել, մի 25-26 ելույթներ, հայտարարություններ, հարցազրույցներ եւ այլն։ Ու շարունակում եմ պնդել ամեն օր մի նոր բան եմ ներկայացնելու։ Ես մոտ 50 փաստ եմ ներկայացրել, ծանր ոճերների մոտ 50 փաստ եմ ներկայացրել։ Ու շարունակելու եմ տասնյակ ու տասնյակ նոր փաստեր ներկայացնել։ Սուրիկ Խաչատրյանը հարյուրավոր ոճիրների հեղինակ է, ու նրա բանդայի անդամները։ Եվ ուզեն թե չուզեն, նա պիտի կանգնի ուրեմն օրենքի առաջ, դատարանի առաջ եւ կրի քրեական պատասխանատվություն։ Ինչքան շուտ, այնքան լավ։ Անհերքելին, ինչպես կարելի է հերքել անհերքելին։ Վերջապես ճշմարտությունը մեկն է, չէ՞։ Չմոռանանք, որ սրանից 500 տարի առաջ, ավելի քան 500 տարի առաջ Գալիլեո Գալիլեին ասում էին դու պետք է ընդունես, որ սխալվում ես, եւ նա ուրեմն ողջակիզումից ուրեմն առաջ անգամ ասեց այնուամենայնիվ երկիրը կլոր է։ Ինքն է կատարել, ես ինչպես ընդունեմ, որ ուրեմն ինքը չի կատարել, ի՞նչ է, ներողություն խնդրեմ։
Ու դրանից է բացի ուրեմն 1.5 միլիոն դրամ ինձնից փոխհատուցում է պահանջում։ Ավելի քան 200 միլիոն դոլարի հասնող մեր ազգային ունեցվածքը, մեր պետական ունեցվածքը թալանել է, կողոպտել է, հափշտակել է։ Ես բերել եմ փաստեր, ճչացող ապացույցներ, լուսանկարներ եւ այլն այսպես։ Եվ այդ բոլորից հետո աչք եդրել ու ուզում է ինձնից 19 տարվա գործազուրկի կարգավիճակում գտնվող քաղաքացուց, որի այդ առումով ինքը շատ մեծ մեղք ունի, 1.5 միլիոն ուրեմն նաև ստանա։ Գիտեք ինչ, ժողովուրդը շատ ճիշտ է ասում, որ գյադայից բեք չի լինի։